ինչ սպասելիքներ ունեք Սահմանադրական դատարանից։ Շնորհակալություն։ Պարոն Աղազարյանը այնքան հստակ ասեց, որ ավելացնելու բան չկա, բայց ես իմ կողմից նույնպես մենք հստակ ասում ենք, եթե բարգավաճի իրավունքները չեն վերականգնվում եւ ընդդիմությունը 44 ձայնով չի մտնում, ուրեմն իրանք չպետք է վերցնեն մանդատները, այլապես Այլընտրանքը որն է, ինչ եք առաջարկում, չվերցնել եւ ՔՊ-ին թողնել մենակ, ինքն իրենով թող եփվի, այնքան եփվի, որ մեջը ոչ բան չմնա։ Բայց իշխանությունն էլ հստակ ասել է, եթե իրենք չկան, ուրիշները կգան։ Այդպիսի օրենք չկա, որ եթե իրենք չգան, ապա դա կտրվի ուրիշներին։ Նրանք չեն անցել, չեն այդ, այսպես ասած, կարգը 4% հավաքել, ոնց պետք է ուրիշները գան։ Իսկ եթե այդ 2 կուսակցություններ հրաժարվում են, ուրեմն իրենք մնում են մենակ իրենցով։ Փողոցային շարժման պայքար կամ ինչ եք առաջարկում դուք։ Իշխանափոխությունը, եթե գերնպատակ եք հետապնդում իշխանափոխությունը, ինչպես այն իրականացնում։ Ես դեմ եմ փողոցային այդ պայքարին։ Այդ ստանդարտ ձևերը վաղուց արդեն անցած էտապ են։ Բացարձակապես ոչ մի արդյունք չի տալու, 1-2 օրում դա մարելու է եւ իշխանությունները ուրախանալու են, որ այսպես դուք տեսեք ինչ են անում նրանք, ամեն ինչով հրահրում են, որ փողոց դուրս գան, իսկ փողոց դուրս գալը նաեւ կարեւոր բան է իշխանության համար, բացահայտել մինչեւ վերջին ակտիվիստին եւ դրանից հետո հավաքել, այսպես ասած, սլոյը եւ այդ ամբողջ մասային վերածել ամբողի, իսկ ամբողին հեշտ է ղեկավարել։